Նիկոլը չլինի մնացածը ինձ համար տարբերություն չկա։ Իրան չեմ ընտրի, իրան չի հասնում։ Փաշինյանին, որ թուրքերին լավ բերի լցնստեղ։ Համապետական ընտրություններին ում որ ուժին կաջակցեք։ Հələ պարզ չի աղջիկս, բայց ամենայն դեպս ոչ Նիկոլին։ Հələ պարզ չի։ Այն որ թոշակառուների գլխին, այն ինչ ձեռ առավ, ծիծաղեց, չգիտեմ, արդեն գիտեք, էդի իրան հարիր չէր։ Ինքն էլ է ծերանալու, ինքն էլ ծեր։ Չգիտեմ, Աստված տա ծերանա, բայց վատն է ուզում ասեի, բայց ոչ։ Այս մի քիչ որ փող ավելացրեց, էլի մի քիչ ոչինչ, կներես ասում են, շնից մաս փոկելն էլ օգտա, բայց ամենայն դեպս իրան չեմ ընտրի, իրան չի հասնում։ Սամվել Կարապետյան։ Ինչու հույսեր եք ապրում դրա հետ։ Երևի շատ հույսեր։ Դե Փաշինյանին, որ թուրքերին լավ բերի լցնստեղ։ Դեռ ճիշտ ասած որոշում չունենք առել։ Իսկ ընդդիմություն թե իշխանություն։ Չէ, իշխանություն։ Սամվել Կարապետյանին։ Ինչու։ Նայելով իր աշխատանքը, ներդրումները մեր պետության մեջ, եկեղեցու կողքին ա եղել, քանի որ եկեղեցին ա պահել մեր պետությունը։ Բյուզանդիայի նման գերազոր պետությունը փոշիացավ։ Մեզ պահել ա մեր կրոնը։ Հիմա ովքեր մեր կրոնի կողքին են, մեր հայ առաքելական եկեղեցու կողքին են։ Չգիտեմ, չեմ զբաղվում քաղաքական գործերով։ Ներկայիս գործող։ Ով էս երկրի համար լավ մտածում է իրանց կողմից է։ Ցանկացած ով ուզում անի։ Գործող վարչապետ։ Նիկոլ Փաշինյան։ Ոչ մեկին։ Այժմ ոչ բանը չեմ խառնում, չգիտեմ։ Չեմ կարող հələ պատասխանեմ այդ հարցին։ Ընդդիմություն թե իշխանություն։ Չգիտեմ։ Փաշինյանին եմ ընտրել ու ընտրելու եմ մինչև կյանքից վեր։ Սամվել Կարապետյանին, հա։ Ոչ մեկի, Նոր անուններ։ բացի մեկից։ Հետո կասեմ մեկի անունը։ Տաթուանի երևի։ Իրան եմ հավակնում։ Չեմ անում էլ չգիտեմ։ Ոչ մեկին։ Դեռ չեմ որոշվել։ Իսկ Թող բոլոր իրանք ներկայացնեն իրենց ծրագրերը, նոր կորոշեմ։ ընդդիմություն թե իշխանություն։ Միանշանակ ընդդիմություն։ Նաև նոր անուններ կա, Սամվել Կարապետյան։ Գիտեմ, ծանոթ եմ, բայց ոչ մեկը դեռ պաշտոնապես չի առաջադրվել։ Երբ առաջադրվել, այն ժամանակ에 ես կկողմնորոշվեմ։ Ընդդիմություն թե իշխանություն։ Չեմ կարող ասել։ Իշխանություն երևի թե։ Հաստատ ոչ է սրանց։ Ընդդիմությանը։ Սամվել Կարապետյան։ Դե կարծում հիմա դեռ բարձրաձայնելը շուտ է, բայց նրանք ովքեր կփրկեն մեր Հայաստանը։ Ես ավելի շուտ հակված եմ դեպի Կարապետյան, դեպի Թաթոյան, ավելի շուտ հակված եմ դեպի նրանց։ Իսկ դուք։ Ես էլ նույնը։ Գործող իշխանությունները առանց մեր կարծիքը հարցնելու Պրագայում ստորագրեցին եւ մեր հայրենիքը տվեցին թշնամուն։ Մեր հայրենին, մեր տունը, մեր կյանքը, մեր բոլոր սրբությունները, մեր զոհված տղաների շիրիմները, ել չեմ խոսում հարազատների շիրիմները։ Մենակ կարծում եմ դա էլ քիչ չէ։ Բայց ընդհանուր առմամբ տեսնենք այս պատերազմը ինչ ցույց կտա։ Սամվել Կարապետյան։ Փաշինյան։ Դա ես եմ որոշելու կարծում։ Փաշինյանին։ Էդի կնկարեք Փաշինյանին, հա։ Ռոբերտ Քոչարյան։ Մեկ էլ Սամվել Կարապետյան ներսի մեջ։ Մտածում եք դեռ։ Ես միշտ Ռոբերտ Քոչարյանն եմ ընտրել, Սամվել Կարապետյանն էլ համակրում եմ։ Իշխող ուժին։ Ընդդիմություն թե Ոչ մեկին։ Միայն Նիկոլ Փաշինյան։ Սամվել Կարապետյանին երևի։ Ում աջակցեմ, անկեղծ որ ասեմ, բոլորն էլ նույնն են քույրիչան, բոլոր։ Դա գաղտնիքա չէ, չեմ կուզում ասեմ։ Հա, բայց ընդդիմություն թե իշխանություն։ Իշխանություն։ Դուք եք։ Երևի։ Ոչ մեկից, հա, մեր ոնց։ Ոչ մեկին, սաղ է նույնն են, ի՞նչ տան։ Բայց ընդդիմություն թե իշխանություն։ Ընդդիմություն չկա, սաղ նույն բան։ Նիկոլը չլինի մնացածը ինձ համար տարբերություն չկա։ Չեմ կարող ես ինչ-որ առավելություն տամ, որովհետև գիտեմ ինքնուրույն քաղաքականություն մեկա չեմ վարելու, կամ մի կողմի քաղաքականություն եմ վարելու, կամ մյուս կողմի, էլի, կամ հյուսիսինը, կամ հարավինը։ Հիմիկվա իշխանությանը դեմ են, որովհետև իրանք այն ինչին մենք հասանք իրանց օրոնք դա ինձ չի գոհացնում, նորն էլ գան տեսնենք ինչ քաղաքականություն են վարում։